Իրավունքը գրում է. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ճնշումները անցել են ստվերային փուլի։ Տեղի աղբյուրների համաձայն Ղուկասյաններին 24-ժամյա գրաֆիկով հսկում են իրավապահները, քաղաքացիական հագուստով եւ աչքի չընկնող մեքենաներով։ Ասում են, նրանք շատ դժգոհ են, քանի որ ոչ մի կրիմինալ բան դեռ չեն կարողանում գտնել։ Հավայի պոչներին են նստեցրել, դժգոհել են նրանք մտերիմների շրջանում։ Ժողովուրդը գրում է. Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել։ Եվ այս ընթացքում վերջանում են ինչպես հեռախոսային խոսակցությունները, այնպես էլ ստուգվում են հեռախոսներում առկա տվյալները։ Իրավունքը գրում է. Վերջին ամիսներին Նուբարաշենի աղբավայրում արձանագրված տասնյակից ավելի հրդեհները ցեց են գցել ՔՊ-ի ներսում։ Ըստ իշխանական կուլիսային շշուկների, որոշ շրջանակներ լուրջ վարկած են առաջ քաշում, համարելով, որ հրդեհները կարող են նպատակային, պլանավորված եւ քաղաքական շարժառիթով իրականացված գործողություններ լինել։ Նուբարաշենի բազմակի հրդեհները կարող են լինել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ուղղված սաբոտաժային քայլ, հենց իշխանական որոշ շրջանակների կողմից, որոնց միջոցով փորձ է արվում նրան չեզոքացնել, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչության վերջին համագումարում նա պահպանեց իր դիրքերը, ինչը Նիկոլ Փաշինյանի սրտով չէ։ Հրապարակը գրում է. ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը վարկաբեկելուն։ ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24-ժամյա ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։ Թերթը տեղեկացել է, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու մեր ձևովի ցուցակը որպես վարչապետի թեկնածու։ Հրապարակը գրում է. Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել Ամուլսարի գործը։ Դեռևս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։ Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։ Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը, միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը։ Փաստը գրում է. 2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Իրավաբանների կարծիքով այս գործում չափազանց շատ են նախկինում տեղի ունեցած հանգամանքները։ Դրանցից մեկն այն է, որ գլխավոր դատախազն առանց որևէ նոր հանգամանքի վերացրել է կարճված քրեական վարույթը եւ 7 տարի անց փաստացի վերակենդանացրել մահացած քրեական գործը։ Այս որոշումը նոր նախադեպ կարող է դառնալ եւ որևէ մի ավարտված գործ փաստացի չի կարող դիտարկվել իրապես ավարտված։ Նման որոշմամբ ազդակ է փոխանցվում քննիչներին եւ դատախազներին, որ իրենց որոշումները, որոնք ստուգվել են բոլոր ընթացակարգերով, ցանկացած պահի կարող են վերացվել եւ քրեական վարույթներ կարող են հարուցվել հենց իրավապահների դեմ։ Այս պայմաններում քրեական վարույթները, քրեական հետապնդումները կարող են դառնալ անորոշ կամ հավերժական։